Աստծո հետ հաղորդակցվող, Աստծո հետ գործ ունեցող հարաբերվող մարդիկ իրենց հնարավորություններից զոհեր ու պատարակներ են բերում Աստծուն։ Օրինակ, եթե հենց առաջի մարդու կամ մարդկանցից նայենք, հիշում եք, Կայենն ու Աբելը ասում են ինչ արեցին, հետաքրքիր է, ասենք, երբ որ Ծննդոց 4-րդ գլուխն եք կարդում, չեմ կարդա, հիշեցնեմ ձեզ, այնտեղ ասում է Կայենն ու Աբելը իրենց ընծաները բերեցին Աստծուն։ Այսինքն իրենց բերածը այն ինչ որ բերեցին ու ասում է թե ինչ բերեցին, կոնկրետ Կայենը եւ կոնկրետ Աբելը ընծա է անվանում եւ ասում է Աստված մտիկ տվեց Աբելի ընծային, բայց Կայենի ընծային մտիկ չտվեց, չնայեց, այսինքն ընծա է անվանում, չէ՞։ Երբ որ կարդում ենք Եբրայեցիս թուղթը, երբ որ այդ Պողոս առաքյալը հիշեցնում է այդ նամակում այդ դեպքը եւ մեկնաբանում է հավատքի հետ կապված, որ եւ այսպես է ասում, որ Աբելը Կայենից հավատքով ավելի լավ պատարակ մատուցեց։ Այսինքն այդ ընծան այստեղ անվանվում է նաեւ ինչ պատարակ։ Այսինքն այն ինչ որ ընծայվում է Աստծուն, դա պատարակ է։ Այն ինչ որ բերվում է, նվիրաբերվում է Աստծուն, պատարակ է։ Եվ այդ նվիրաբերման մեջ կա նաև զոհեր։ Այսինքն կային բաներ, օրինակի համար, որոնք, ասենք ասեմ, զոհ չէր կատարվում, այսինքն օրինակ կենդանիները զոհաբերվում էին Աստծուն օրինակի համար։ Օրինակ, երբ որ մեղքի հարց կար, հին ուխտի պահանջների մեջ կար, չէ՞, որ ինչպես պիտի մեղքին քավություն լինի եւ զոհ էր իրականացվում։ Մարդը Աստծո, ասենք ասած, դրած կարգի նման որևէ կենդանի էր բերում, ինչ որ Աստված էր ասել, եւ քահանայի ձեռով այդ զոհը բերվում էր Աստծո առաջին։ Այո, դրա համար ասենք տեղ կասում է զոհերն ու պատարակները չհաճեցար։ Օրինակ, այսինքն կա զոհեր, կա պատարակներ, որտեղ որ նայում ես թեկուզ հին կտակարան, հին ուխտ արդեն որ կնքվեց, որտեղ մենք շատ ենք խոսել, հին կտակարան, հին ուխտ, դրանք տարբեր բաներ են։ Հին կտակարանը ավելի ընդարձակ բան է, քան թե մենակ հին ուխտը, դա այդ ժողովրդի Իսրայել ժողովրդի հետ կապված ուխտն է եւ նրա մեջ եղած բաները, իսկ հին կտականը ավելի մեծ բան է, ընդարձակ է։ Օրինակ Նոյը հին ուխտի չէր, հին կտակարանի մարդ էր։ Եվ երբ որ ինքը ջրհեղեղից հետո փրկվեց եւ դուրս եկավ ապ, առաջի գործը որ նա արեց, եթե հիշում եք, սեղան սարքեց, չէ՞, եւ ասում է հետաքրքիր էր, հենց սկզբից ոնց էր ինքը կենդանիները ոնց էր ընտրվել, մաքուրներից կար մաքուր կենդաններ եւ անմաքուրներ, չէ՞, մաքուրներից 7 հատ էր ընտրվել։ Եվ դրանցից ինքը ինչ արեց, այդ մաքուր անասուններից եւ թռչուններից, այդպես է գրված, Ծննդոց 6-8 գլխում ասում, այդ անասուններից ինքը բերեց պատարակ, զոհ մատուցեց Աստծուն, անուշահոտ պատարակ, այդպես է դա անվանվում, ողջակիզելով է դա արվում, այսինքն ողջ ամբողջությամբ կիզվում է, այրվում է եւ դրա հոտը բարձրանում է դեպի Աստված։ Եվ հենց նկարագրված է, ոնց որ դե բնականը ով տեսավ դա Աստծո մոտ, ինչ որ նկարագրված է, Աստված ինչ որ ունեցավ դա առաջնորդեց, որ ասում է Աստված Տերը Եհովան հոտոտեց անուշհոտը, դրա համար կոչվում է անուշահոտ պատարակ Աստծո համար։ Այսինքն Տիրոջ այդ հոտը հաճելի էր, անուշհոտը հոտոտեց եւ խոստացավ, որ այլևս երկիրը, չէ, մարդու չարության պատճառով չի պատժելու, չի վերաբանանելու, ջրով չի կործանելու։ Այսինքն տեսնում ես Աբրահամ, Մովսես եւ այլ մարգարեներ, սրանք բոլորը մարդիկ էին, որ Աստծո հետ գործ ունենալուց զոհով ու պատարակով էին, չէ՞, մոտենում Տիրոջ։ Դա դրանք հասկանում էին Աստծուն երկրպագելու այս պահանջը եւ այդպես էին անում։ Քանի հին կտակարանը հին ուխտը չէր մանարվել, ասենք հաստատվել, նրանք սեղաններ էին պատրաստում քարերից եւ այդ քարերի վրա մատուցում են իրենց զոհը։ Բայց երբ որ հին ուխտը հաստատվեց, արդեն ուխտ, պայման, այդ պայմանի մեջ, եթե հիշում եք, սա էր մտնում, որ այդ ժողովուրդը հատուկ տեղ կա, չէ, ասենք, որոշված տեղում, դա արդեն
խորանն էր, հետագայում դա դարավ տաճար, քարով տաճար կառուցվեց, այդտեղ սեղան կար, հատուկ Աստծո սեղան, նրա վրա պիտի զոհը մատուցվեր։ Եվ սեղանը սրբում էր զոհին, այսինքն այդ սեղանի վրա մատուցված զոհն էր ընդունելի դառնում Աստծո առաջին։ Ուրիշ սեղանների վրա մատուցվածները ընդունելի չէին, հակառակ դա նայվում էր որպես չարություն։ Եվ առանձնացված էր, ոնց որ ասեն, հատուկ տեղ է դրված Երուսաղեմում եւ այդ տաճարում։ Ընդ որում, եթե հիշում եք, այդ միայն զոհ չէր մատուցվում, բավականին շատ բաներ էր մատուցվում Աստծուն։ Կային թափվելու նվերներ, կար ալյուրի, բարակ ալյուրից պատրաստված բաներ, մատուցվող բաներ, գինի կար, որ խառնվում էր այդ մատուցված բաներին, յուղ կար, որ մատուցվում էր, այսինքն միայն բան չէր, կենդանի չէր զոհաբերվում։ Դրանք շատ-շատերը հենց այրվում էին, ոնց որ ինչպես ողջակեզը ասեցինք, Աստծո համար եւ որպես անուշահոտ պատարակ այդպես էր։ Նորուխտով վերջ տրվեց այդ ամեն հին ուխտի կարգերն էլ, կանոններն էլ եւ ուխտը փոխվեց, հաստատվեց Քրիստոսով ուխտ եւ Քրիստոսով ուխտը եւս ունի իր ոնց որ ասած պատարակն ու զոհը։ Օրինակ երբ որ Եբրայեցիս 10-րդ գլխից շատ են կարդացել սրա այս հատվածը, երբ որ խոսվում, ասում է Տերը, երբ որ անդրադառնում է Աստված հին ուխտի զոհերին եւ պատարակներին, ասում է զոհեր եւ պատարակներ չկամեցար, ողջակեզներ եւ պատարակներ չուզեցիր։ Նու բացատրությունը տրվում է ինչի համար, որտեվ այն ինչ որ կատարվում էր, մեղք չէր վերառնում, որ մեղքը վերանար եւ գար մեղքից ազատություն։ Եվ ինչ ասում, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար, չէ՞ այդպես է ասում Տերը։ Եվ Տիրոջ պատասխանը սա է. ահա գալիս եմ քո կամքը կատարելու իմ Աստված։ Եվ հասկանում ենք, որ հին ուխտի համար այն հին ուխտի բոլոր զոհերը, պատարակները վերջ տրվեց եւ դրան փոխարինող եկավ նոր կտականով, նոր ուխտով մեկ զոհ, մի մարմին, որով պիտի կատարվեր եւ որը պիտի լրացներ եւ տեղը բռներ այդ ամեն պատարակների եւ զոհաբերությունների եւ պիտի այդ զոհով, զոհաբերությունով իրականանար Աստծո նպատակն ու ծրագիրը, որն է, որ մարդը ընդհանրապես Աստծո ստեղծագործությունը պիտի ազատվեր մեղքից, մեղքը պիտի վերառնել, մեղքը պիտի վերացվեր, մեղք պիտի չլներ, պիտի արդարությունը թագավորեր։ Եվ դա մենք գիտենք, Քրիստոս Հիսուս զոհն է, նրանով է դա իրականանում, այս զոհով է իրականանում։ Եվ Աստված կարելի ասել մեզ համար, Քրիստոսի համար, Քրիստոսը մեզ համար իր անձը պատարակ մատուցեց Աստծուն եւ մեր բոլորի փոխարեն նաեւ կարելի ասել, որտեվ այն ինչ որ մեղքի համար պահանջվում էր օրինակի համար, զոհաբերություն, մեր համար, մեր փոխարեն Տերը արեց։ Եվ երբ որ մենք Աստծուն ենք մոտենում, մենք արդեն ունենք մի կատարված, ասենց աստած զոհաբերություն, որով ենք մոտենում Աստծուն, որպեսզի ներվենք, սրբվենք, փրկվենք։ Եվ ուզում եմ հիշեցնեմ Եփեսացիս 5-րդ գլուխ 2-րդ խոսքը, ասում է. «Եվ սերով գնացեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար մատնեց պատարակ եւ զոհ Աստծուն անուշ հոտ լինելու»։ Այսինքն Քրիստոսը հենց դառավ մեր համար, մեր Աստծո մոտ ընդունելի դարձնելու, մեր սրբության, մաքրության համար, ասենց ասած, այն զոհը եւ պատարակը, անուշահոտ պատարակը, որով այո մենք շնորհ գտանք Աստծո առաջին, այսինքն Աստված այդ զոհով մեզ ներում է, սրբում է եւ ընդունում է եւ սրբում է կատարելապես ամեն մեղքից, անիրավությունից եւ ընդունում է, ասենց ասած, իր կատարյալ սիրո մեջ ամենամեծ օրհնություններով, ամենամեծ խոստումներով, որ հանուն Քրիստոսի մեզ տրվում է, հանուն այդ զոհի։ Եվ բայց հետաքրքիր է, ասենք, տեսնում ենք, այո, Քրիստոսը մեզ համար ամեն ինչ եղավ Աստծո առաջին, այսինքն Քրիստոս զոհը բավարարում է Աստծուն ամեն տեսակ այն զոհաբերությունների տեղը,
որ օրինակ մարդը ժամանակին անում էր Աստծուն։ Բավական է, որ մենք ընդունենք Քրիստոսին, կարելի ասել, մենք դառնում ենք Աստծուն հաճելի զոհ եւ պատարակ անող, որտեվ Տերն է, Քրիստոսն է, որ մեզ համար գրված է, որ ինչպես կարդացինք, անուշահոտ պատարակ է։ Մենք այդպիսին ենք լինում, որտեվ մենք չենք անում անձամբ մի բան, Տերն է արել, բայց երբ որ ընդունում ենք, դա հենց դիտվում է որպես մեր զոհը Աստծո առաջին։ Մենք հենց այդ զոհով ենք մոտենում, ցույց տալով այն, ինչ որ արդեն արված է մեզ համար Քրիստոսի կողմից։ Այդպես է։ Բայց իհարկե սա չի նշանակում, որ ընդհանրապես ոչինչ մենք չունենք նվիրելու ու ծայելու Աստծուն։ Ես կուզեմ հիշեցնեմ Պետրոս Առաքյալի նամակից 2-րդ գլուխ 5-րդ խոսքից, ասում է, երբ որ խոսում է ով մենք դառանք Քրիստոսով, ինչ կատարվեց մեզ հետ, ասում է դուք էլ կենթանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցանեք Աստծուն, ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռով է։ Ներկայացնում է, որ մենք կանչված ենք սրա մեջ, որպեսզի ինչ անենք, հոգևոր պատարակներ մատուցենք, որպես սուրբ քահանաներ։ Քահանաները պատարակներ էին, չէ՞ մատուցում բանում, ասենք Աստծո բանի մեջ, տաճարում։ Մեզ էլ նմանեցնում է, մեզ էլ ներկայացնում է որպես Աստծո տաճար, եկեղեցին Աստծո տաճար, իր ժողովուրդը կենթանի քարեր այդ տաճարի եւ նաեւ միաժամանակ սուրբ քահանայություն եւ այդ քահանաները այդ տաճարի պիտի ինչ անեն, ասում է հոգևոր պատարակներ մատուցեք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի ձեռով։ Այո, մենք էլ պիտի պատարակներ անող քահանաներ լինենք, մատուցենք։ Բայց ո՞րն է դա։ Բնական է Հիսուս Քրիստոսի ձեռով մատուցված, այսինքն նրա ոնց որ ասած միջոցով, նրա կարողությունով, նրա բացած ճանապարհով, նրա շնորհքով ընդունելի Աստծուն ընծայվող բաներ, նվիրաբերվող բաներ, որ Քրիստոսով է դառնում ընդունելի։ Քրիստոսով է Աստված դրանք, ասենք ասած, ընդունում, որովհետև Քրիստոսի շնորհքով է եւ Քրիստոսի անունով է, Քրիստոսի ձեռքով է։ Եվ կուզեմ որոշ բաներ հիշեցնեմ, բաներ, որ անում էին մարդիկ, Աստծո մարդիկ, եւ դա այսպես բաներ անում, որակավորվում էր, ներկայացվում էր զոհ, որ արվեց եւ Տիրոջը հաճելի էր։ Պատարակ, որ արվեց, որ Տիրոջը հաճելի էր։ Եվ ես օրինակ ուզեմ հիշեցնեմ Փիլիպեցիս թղթից Պողոսի խոսքը 4-րդ գլուխ, նախ կկարդամ 10-ից 11 համարները, որ ասում է Պողոսը ուրախանում է Տերով, ասում է շատ ուրախացա, որ ձեր միտքը դարձյալ բերեցիք, որ ինձ համար իր համար հոգ տանեն։ Ասում է սա շարունակության մեջ ասա ոչ թե կարոտության պատճառով է Մեսիա ասում, վասնզի ես սովորեցի ինչի մեջ որ կամ նրանով բավական լինեմ։ Գիտեմ պակասություն քաշել եւ ավելությունով լինել ամեն բանի մեջ ամենին լավ տեղեկացած եմ կշտանալն էլ, սովելն էլ, ավելությունով ունենալն էլ, պակասություն քաշելն էլ։ Եվ ասում է, բայց ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ուզում եմ ասի սա էլի, որ ես ուրախացա, շատ ուրախացա, թե իմ համար որ հոգ եք անում, բայց չկարծեք, թե սրա համար ուրախացա, որ ինչ լավ է, ասենք, ինձ անհրաժեշտ կարիքը ինչ որ ինձ պետք էր ուղարկեցին։ Ես ոնց որ այդ նյութական հոգսս միառժամանակ հոգացվեց։ Չի ասում սրա համար չեմ ուրախանում, որտեվ ես կարամ սոված էլ մնամ, առատ շատ բան էլ ունենամ, ասենք սովոր եմ ասма դրանով ու Տերը ինձ զորացնում է, ոնց որ նեղություն էլ ունենամ, նյութական լենություն էլ ունենամ, այսինքն ոչ թե սրա համար որ հոգսը հոգացվեց, այլ ձեր ոնց որ ասած, հեսա շարունակության մեջ ասում է, ձեր գործը, ձեր մեջ եղած այդ պտուղը, որ դուք այդ միտքը ունեք, այդ սիրտ ունեք, այդ է ինձ ուրախացնում, ոչ թե այն նյութականը ավելին, քան որ դուք ինձ ուղարկել եք։ Եվ ներկայացում է 17-18-ում ասում է, իբր ոչ թե տուրք եմ ուզում, այլ պտուղ եմ ուզում, որ ավելանա ձեր հաշվին, այսինքն ձեր համար եմ ուրախանում, որ ձեր հաշվին ավելանա,
ձեր պտուղը, բայց ես ամեն բան առել եմ եւ առատություն ունեմ, լիքն եմ, որ Եփափրոդիտոսի ձեռով ընդունեցի, այն որ ձեզանից է, անուշհոտ ընդունելի պատարակ Աստծուն հաճելի։ Ուրեմն սա այդ գործը ներկայացվեց, չէ, որպես մի գործ, որպես թե մի պատարակ, որ դու արեցիք, անուշահոտ պատարակ եւ Աստծուն ընդունելի։ Ներկայացնում այո, այս բարիքը, որ արեցիք, այս օգնությունը, որ արեցիք, հասակ մարդուն, ասենք Աստծո մարդուն եւ ընդհանրապես բնականը մարդուն, եւ այդ գործը ներկայացնում է անուշահոտ պատարակ Աստծուն ընդունելի։ Այսինքն ինքը ճոխ խոսքեր չի ասում, չկարծեք թե երբեք Պողոսի ամեն խոսքը Սուրբ Հոգու առաջնորդությամբ է եւ բացի դրանից մենք Սուրբ Գիրք ենք կարդում։ Այսինքն երբեք չի չափազանցեցնի Պողոսը, որ ինչ որ բանի շահագրգռի մարդուն։ Եթե միտեղ ասում աղաչում եմ ձեզ եղբայր օրինակի համար, իրոք ինքը աղաչում է։ Իրոք ինքը հենց տենց այդ աղաչանքի մեջ է, ոչ թե ուղղակի հենց ճոխացնում է, էլի բառապաշարը ներկայացնում, բայց այդ բան իրականությունը չկա։ Նույնը ստեղ, եթե ներկայացնում է այս գործը, այս հասնելը, օգնելը, ձեռք մեկնելը հանուն, ոնց որ ասած Աստծո անունով, Քրիստոսի անունով, Քրիստոսի պատճառով, սա անուշահոտ պատարակ է Աստծո առաջին, հաճելի Աստծուն եւ ընդունելի Աստծուն։ Այո, մենք ահա պատարակ, որ կարող ենք անուշահոտ պատարակ, այսինքն սա ոնց որ են Զոյի համար ասում է Տերը հոտոտեց այդ Նոյի զոհը, Զոյի հոտը, չէ, այդ ողջակիզի հոտը եւ ոնց որ իրան հաճելի էր եւ խոսեց, նմանապես սա մի հատ պատարակ է, որ Աստծուն հաճելի է եւ օրհնությունը։ Մեկ ուրիշ տեղ կուզեմ ձեզ համար կարդամ մեր զոհաբերություններից, օրինակ Հռոմեացիս 12-րդ գլուխ առաջի երկրորդ խոսքում արտաղաչում եմ ձեզ եղբայր Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարակ, որը ձեր բանավոր պաշտոնը։ Ինչ է ներկայացնում։ Այո, մարդը կարա, ոնց որ ասած, այս պատարակը ներկայացտա Աստծուն։ Ինչ է, որն է դա, ձեր անձերը, ձեր մարմինները ներկայացնեք Աստծո համար կենդանի սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարակ, հենց որը ձեր բանավոր պաշտոնն է, այսինքն ձեր կյանքը, ձեր անձը նվիրաբերված Աստծուն, ընծայված Աստծուն, Աստծո համար ապրելով, Աստծո կամքը փնտրելով, էսի մի հատ ոնց որ էս մի բանը, ոնց որ քո անձը դրել ես Աստծո զեհասեղանին, որ Աստծո համար լինի, առանձնացված Աստծո համար, այրվի Աստծո համար, ողջակիզվի Աստծո համար, նկատի ունեմ խորհրդով, էլի, իսկ քո կյանքը, որտեղ այստեղ չի ասում զոհաբերվելով պատարակ լինեք, ասում է կենդանի պատարակ, որը ձեր բանավոր պաշտոն, այսինքն ձեր ձեր ոնց ասած ապրած ծառայությունը, ունեցած ծառայությունը։ Մարդը նվիրել է իր անձը, իր կյանքը Աստծուն, եւ սա ասում է ընդունելի պատարակ է Աստծո մոտ, իհարկե բնական է Հիսուս Քրիստոսի ձեռով, թե չէ աշխարհի մեջ լիքը մարդիկ կան, որ իրենց կյանքը ընծայել են, որ Աստծո համար ապրեն, նվիրված լինեն Աստծուն, լինի այդ կյանքը Աստծո համար, անցնի հենց Աստծո համար, ոնց որ ասած այդ կյանքը, բայց Քրիստոսի ձեռով չի, ընդունելի պատարակ չի Աստծուն։ Քրիստոսով չի։ Բայց երբ որ Քրիստոսով է, սա Պողոս ասում է, հենց այդպես է Աստծո կամքը։ Սա է Աստծո կամքը։ Մեկ ուրիշ տեղ Եբրայեցիս թղթից 13-րդ գլխից պիտի կարդամ ձեզ համար, խոսում է հետևյալի մասին, նորից պատարակներ, որ անվանում է օրհնության պատարակ, բերանի ոնց որ ասած զոհերը։ Եբրայեցիս 13-ի 15-ից 16-ը, ուստի նրա ձեռով հասկանում ենք ում Հիսուս Քրիստոսի ձեռով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարակներ մատուցեք, տեսեք, պատվերա, պատգամա, հրամանա, ամեն ժամանակ Հիսուս Քրիստոսի ձեռով Աստծուն օրհնության պատարակ մատուցեք, որ ավելի պարզ հասկանանք ինչ է նշանակում օրհնության պատարակներ, ասում է, այսինքն նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ Այսինքն խոսեք, Աստծուն փառաբանեք, ձեր շրթունքները դավանի Աստծուն։
Դավանի Աստծուն, այսինքն խոսեք, փառաբանեք, ներկայացնեք, գովեք Աստծուն ինչպիսին որ կա, իր մեծությունը, իր սրբությունը, իր արդարությունը, իր գործը եւ մնացած ամեն բաները։ Այս պատարակ, որ ասում է Աստծուն ընդունել եւ ասում է ամեն ժամանակ սա արեք։ Եվ ասում է իսկ բարերարությունը եւ հաղորդակցությունը մի մոռանաք, որ այսպիսի պատարակներին հավանում է Աստված։ Հետն էլ մեկ ուրիշ պատարակի մասնախոսում արդեն խոսքի բերանի շրթունքի պատարակ չի, կոնկրետ բան ասում, բարերարություն եւ ինչ հաղորդակցվել։ Բայց այս հաղորդակցելը գիտեք, չէ՞ ինչն է։ Իրար հետ զրուցելը չի, իրար հետ շփվելը չի։ Այսինքն իրար կարիքի, իրար հոգսի, իրար դժվարության հաղորդակից լինես, անհաղորդ չլինես, երբ որ մեկը խնդիրի, դժվարության, կարիքի, նեղության մեջ է։ Այս սրա մասն է, հաղորդակցությունը լավ իմացեք, ոչ թե ուղղակի շփվել։ Եվ այս էլ մեկ ուրիշ պատարակ է ներկայացնում։ Ահա պատարակներ, որ մենք կարող ենք Աստծուն մատուցել։ Պատվերու հրամանը, ուստի նրա ձեռով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարակներ մատուցեք, այսինքն նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ Ինչքան ենք այդ պատարակը մատուցում։ Ինչքան ենք գոհանում Աստծուց, ինչքան ենք շնորհակալ լինում Աստծուն, ինչքան ենք գովում Աստծուն, փառավորում Աստծուն։ Հա, Քրիստոսինն ես։ Այո, սա ամենամեծ բանն է, որ դու բերել ես Աստծուն, ընդունելով Քրիստոս զոհը։ Բայց նաև էսա Քրիստոսին լինելով, Քրիստոսի ձեռով Աստծուն հաճելի պատարակներ, օրհնության պատարակներ մատուցեք, որը ձեր բերանի Աստծուն դավանող խոսքը, Աստծուն փառավորող մեծարող խոսքը, ով է Տերը քո համար ու գոհանաս, փառավորես, մեծարես, գոհություն ունենաս։ Իհարկե, այն մարդն է, որ ուրախ է Աստծով, որ գնահատում է, որ մտածում է Աստծո վրա, որ մտածում է Քրիստոսի արածների վրա, փրկության ուրախությունով լցված է, որ ուրախ է իր փրկիչով, իր փրկությունով։ Ինքը այսինքն մի բան չէ, էլի, որ ասենք բնական աստվածապաշտությունը կարգ ու կանոն է պահանջում, այսպես լուրջ ժամանակի եւ հետևողականություն է պահանջում, որտեղ աստվածապաշտությունը ասում է մարմնի վարժանքից ավելի մեծ չէ օգուտ ունի։ Մարմնի վարժանքը օրինակի համար նես չի, որ մի անգամ անում են կամ երբ ուզում անում են, այտենց է չէ։ Մարդիկ օրինակ, որ իրաց մարմինները ինչ որ հարցում վարժեցնում են, ֆուտբոլիստը ուզում է լավ ֆուտբոլ, լավ գնդակ տշի։ Ինքը չարվում է, ռեգուլյար, սիստեմատիկ, ասենց ժամանակ տրամադրով, աստվածապաշտությունն էլ այդպես պիտի լինի։ Ճիշտ է, Սուրբ Հոգու լեցունությունից պիտի գոհությունդ գա, փառաբանությունդ գա, ուրախությունդ, սաղմոսդ գա, բայց դա պիտի ոնց որ ասես դու էլ ժամանակ տրամադրես կամ դու էլ ասես նպատակաուղղված ձևով, մտածված ձևով բերես քո, որ զոհ եմ ես անելու իմ Տիրոջը, իմ բերանների շրթունքների դավանող պտուղը, Տիրոջը դավանող պտուղը։ Եվ բացի դրանից, որ էսի իրոք Տիրոջը հաճելի պատարակը ինչպես ստեղ է ներկայացվում, բացի դրանից էսի մեզ համար բարիք ու օրհնություն է։ Աստծուն փառավորելը, Աստծուն փառավորելով երկրպագելը, էսի համ հոգու, համ մարմնի զորություն ու բժշկություն է, լավ իմացեք։ Նա որ լցված է այդ փառաբանությունով, ուրախությունով, գնահատում է, արժեքարում է, գոհանում է, ուրախ է, նա համ ֆիզիկապես է առողջ։ Այդպես է Սուրբ Գիրքը ասում, կկարդամ ձեզ համար համարել։ Համ էլ դա հոգևոր առողջություն է, զորություն է։ Նեհեմիայի մարգարեի գրքի մեջ ասում է Աստծո ուրախությունը ձեր զորությունն է։ Իրոք Աստծո ուրախ մարդը զորավոր մարդ է։ Բայց գուցե օրինակի համար շատ ավելին մեր կյանքում գոհությունն ու ուրախությունը չի, այսինքն այդ զոհաբերությունը չի, որքան որ տալը չի, որքան որ ուզելը կամ ոմանց մոտ էլ գուցե տրտնջալը, նեղված լինելը, գոհանալ, ուրախ լինել, փառաբանել, դրա հակառակ կողմը ի՞նչն է։ Տրտնջալ, բողոքել, նեղված լինել, տխուր լինել։ Էսի ցավ է մարդու համար, էսի ոնց որ առակած գիրքն է ասում, մեր ոսկորներին փտություն է, լավ իմացեք։ Այդպես ապրելը։
Դրա համար նաև էսի մեզ համար բարիք է, Աստծուն ես տալիս, բայց օրհնությունը քո հոգևոր առողջությանը, քո ֆիզիկական անգամ առողջությանը։ Եվ ուրախ սրտի մասին է խոսում Սուրբ Գիրքը, օրինակ Առակաց գրքում, տխուր սրտի մասին է, որ դա ինչ վատ հետևանք է թողնում մարդու կյանքում, բայց նաև էս է, նայում ես, օրինակ տրտնջացող, նեղված մարդը, երբեք Սուրբ Գիրքում չես գտնի տեղ, որ հաճելի կարա լինի Տիրոջը, այդպիսի բան չկա։ Հակառակ խրատ է տալում Կորինթացիների առաջ Կորինթացիս 10-րդ գլխում խրատ ունի տալիս Տերը 10-ում, որ ասում է զգուշացնում է օրինակներ ա բերում Հին Ուխտից, Հին Կտակարանյան ժողովրդից ավելի ճիշտ, որ ներկայացնում է զգուշ կացեք, որ դուք էլ տրտնջացողներ չլինեք, որ նրանք տրտնջացին ու սատակիչի ձեռքով կորան։ Տենում ես, հարված է գալիս, որտեվ կա տեղ բողոք, իրեք ոնց է, Տեր Աստված մեր Տերն է, մենք Աստծունն ենք, մենք Քրիստոսինն ենք, նրա պատկանող, մեր կյանքի ամեն մանրուք, ամեն դետալը, ասում ձեր գլխի ամեն մազը ինչ արած համրված է։ Ես կարող եմ Տիրոջ անունը չտամ, բայց նեղվեմ, տրտնջամ, բողոքեմ իմ կյանքից կամ ինչ-որ բանից, բայց դրանով ես Տիրոջը, իմ Տիրոջն եմ, ասենց ասած, կպնում։ Մարդիկ Մովսեսին էին ասում, Ահարոնին էին ասում նեղված, ես ինչ արեցի, խի մեր կյանքը սենց եղավ, խի հիմա ես չունենք, այն չունենք եւ այլ, բայց Տերը ասում էր, դա քո դեմ չեն տրտնջում, Մովսես, դա իմ դեմ են տրտնջում։ Ես եմ այս ծրագրի հեղինակը, հո դուք չեք, Մովսեսն ու Ահարոնը չէին այդ ծրագրի հեղինակը։ Կարող անուն չտանք, բայց Աստված է, Հիսուսն է մեր Տերը, ու մենք կարելի ասել ինչ որտեղ այդ Տիրոջից բողոք ունենք, խի ասենց։ Եվ շատ վատ է, որ այդպես է լինում, որտեղ համ Տիրոջն ենք նեղացնում, բարկացնում, համ էլ դա հենց մեր հոգևոր վիճակը արդեն տկարացած վիճակ է, մեր հոգին ընկճված, կարելի ասել, կոտրված, անհավատության մեջ եւ նաեւ ֆիզիկապես էլ մարդը հազար հիվանդություն է ստանում։ Հիշեցնեմ օրինակ նաեւ մի Սաղմոս ու Առակաց գլխից կավարտեմ, Սաղմոս 37:4-ում շատ ենք էս համարը հաճախակի կարդում ենք, բայց հետաքրքիր է, հենց այդ բանով է խոսում, ասում է ցնծացիր Տերովը եւ նա կտա քեզ քո սրտի ուզածները։ Գիտեք սա ինչ որ բանն է։ Մարդ, որը իր ունեցածով ուրախա ցնծում է Տերովը, բայց ունի կարիքներն, այս չի որ չունի ոչ մի կարիք, ասենց ասած ոչ մի խնդիր չունի, ոչ մի դժվարություն չունի, գուցե ոչ մի հիվանդություն չունի, ունի, բայց այն ինչ որ ինքը բան ունի, այն որ Տերը տվել է, գնահատում է, ոչ թե ֆիքսվում է, կենտրոնանում է, ասենց ասած իր ամբողջ ուշք ու միտքը իր օրինակ հիվանդությունն է, այլ ինքը կենտրոնանում է Տիրոջ տվածի վրա։ Էդի բերում է, այդ պատարակներն է բերում, գոհանում է, փառք է տալիս, շնորհակալ եմ Տեր սրա համար, նրա համար ցնծում է Տերովը, Տերը այն էլ է տալում։ Եվ Տերը տվեց իմ սրտի փափագը, որովհետև գոհացող է, գնահատող է։ Եվ շատ տեղերում տեսնում ենք գոհությունը ասում է շնորհք է շատացնում, Պողոս իր նամակներում ասում։ Այսինքն այդ գիտակցելը, հասկանալը Տիրոջ սերը, ողորմությունը, գոհանալը, շնորհակալ լինելը, այսի պատճառը դառնում, որ Տերը այլ ավելի այդպիսի մարդու շնորհք շատացնել, այսինքն նվերները ավելացնում, այլ ավելի նվեր պիտի տա։ Եվ ստեղ հենց դա ցնծացի Տիրոջմով, եւ Տերը տվեց իմ սրտի ուզածը։ Ունեի կարիք, ունեի խնդիր, բայց այդ խնդիրը թեկուզ ես ուզում եի, բայց այն եղածը որ կար, դրանով ուրախանում էի, ոչ թե այն եղածի վրա խաչ էի քաշել, կարծես թե Տերը ոչինչ չի արել, ուշք ու միտքս այդ խնդիրն է, ուշք ու միտքս այդ խնդիրը լինելու պատճառով տխուր, տրտում, ասենց ասած տրտնջացող գուցե, նեղված, ու ցնցել արդարացնում եմ, բա ինչ անեմ։ Հիշում եմ մեկին ասել էին փառք տուր, Տիրոջ ասում էր ինչի վրա փառք տամ։ Եկեղեցու անդամ քրիստոնյա։ Այս խնդիրը կա, այն խնդիրը կա, այդ դրա համար էլ այդպես խնդիրները մնում են։ Բայց այդտեղ հեղինակ ասում է, ես Տիրոջով ցնծացի, Տերը տվեց իմ սրտի փափագը, ուզածը։ Իրոք
Չգիտեմ, դուք նկատել եք, թե չէ, ես իմ կյանքում նկատել եմ, երբ որ մի խնդրի վրա սկսում եմ ծանրանալ, երբ որ այդ պահին հիշում եմ Տիրոջ խոսքերը, սկսում եմ այն իմ ունեցածի վրա ուշադրություն դարձնել, գոհանալ, թեթևանում ես, հանգստանում ես, հոգեպես էլ, ֆիզիկապես էլ, սիրտդ էլ, բայց երբ որ կենտրոնանում ես այդ խնդիրների վրա, շատ ծանր առնում, թե մեկը դառնում է երկուս քո ցավն ու դարդը, բայց երբ որ գոհանում ես իրոք, այն եղածը, որ կա, նայում ես, մտածում ես, ուրախանում ես, փառք ես տալիս, այն դժվարությունն էլ քո համար հեշտ է դառնում։ Տերը օրհնի մեզ, որ մենք իրոք եթե այդ պատարակները մատուցում ենք բերանի շրթունքների մեր պատարակը, Տիրոջը դավանող այդ անունի պատարակները, դե օրհնությունն է մեզ համար էլ, մեծ օրհնություն։ Եվ ստեղ նույնիսկ եմ ասում, պատգամ է, որ կարդացի Եբրայեցիս թղթում, ուրեմն ամեն ժամանակ ասում է։ Ուրիշ տեղերում ասում է, ամեն ժամանակ չէ, ամեն ինչի համար ինչ արեք, գոհացեք Աստծուց։ Ասում է, չէ՞ այդպիսի բան։ Տերը օրհնի մեզ, որ Տիրոջը իր արժանի պատարակները մատուցենք